Խաղություն Հայաստանը սիրելի քրիստոնյա ժողովուրդ, քրիստոնյա ազգ, Աստծո ընտրված ազգ, երեք այսպիսի մի Աստծո խոսքից հայտնություն, որ ուզում եմ այդ տեղերը կարդամ, տեսնենք Աստված ինչա ուզում մեզանից ժողովուրդ ջան։ Ես միշտ ասել եմ, ինձանից ոչ մի բան ես չեմ կարող խոսամ, եթե Աստծո հոգին հայտնություն, մարգարեություն չի տա, չխոսա, ես չեմ կարող փոխանցեմ ոչ մի բան։ Գաղատացիների գիրք, Գաղատացիների թուղթ, առաջի գլուխ 6-րդ խոսքից կարդանք։ Ասում է զարմանում եմ, որ այսպես շուտով փոփոխվում եք ձեզ Քրիստոսի շնորհքի մեջ կանչողից դեպի ուրիշ ավետարան, որ ուրիշը չկա, միայն թե կա ոմանք, որ ձեզ խռովեցնում են եւ կամենում են Քրիստոսի ավետարանը փոխել, բայց եթե մենք էլ կամ երկնքից մի ռեշտակ ավետարաններ ձեզ նրանից ուրիշ քան թե որ մենք ավետարանեցինք ձեզ նզովված լինի։ Ինչպես առաջ ասեցինք, հիմա դարձյալ ասում եմ, եթե մեկն ավետարանը ձեզ նրանից ուրիշ քան որ դուք առաք նզովված լինի։ Ասում եմ, որտեվ հիմա մարդկանց եմ հաճեցնում, թե Աստծուն, կամ ուզում եմ մարդկանցը հաճո լինել, եթե մարդկանցը հաճո լինեի, Քրիստոսի ծառա չէի լինել։ Իմացնում եմ ձեզ եղբայր կային ավետարանը, որ ինձանից ավետարանվեցավ, որ նա մարդից չի, որտեվ ես էլ ոչ մարդից առա նրան եւ ոչ էլ սովորեցի, այլ Հիսուս Քրիստոսի հայտնությունով։ Այսինքն ուզում ասա ժողովուրդ, այն ճշմարիտ ավետարանից մի փոխվեք, մի հեռացեք, մի մոլորվեք եւ ոչ էլ ձեզ մոլորեցնողներին լսեք, որ ուզում են ավետարանը փոխեն։ Պողոսն ասում է, ես Հիսուս Քրիստոսից հայտնությունով եմ վերցրել ավետարան, այն ինչ որ խոսում եմ Տիրոջից եմ վերցրել եւ ասում է, ով որ մի ուրիշ ավետարան մեզ սովորեցնա, ռեշտակ անգամ կա, ով լինի, ինչ էր խոսա նզովված լինի։ Ինչի համար այսպես խոսում, ժողովուրդ այսօր շատ մոլորեցնող խոսքեր, քարոզներ, երազներ, տեսիլքներ, չգիտես ինչերից պատմում են, որպիսի ճշմարիտ ավետարանից մարդկանց թրտերը շեղեն, Քրիստոսից շեղեն, զարմացնելով մարդկանցը կապեն իրանց հետ։ Դա մոլորությունը եւ դա նզով կա Աստվածաշնչով, ժողովուրդ, խնդրում եմ այդ գործը մի գործեք, այդ սխալները թողեք, դարձեք, ապաշխարեք ճշմարիտ ավետարան